Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, նոր դուրս եկա ես Շենգավիթի դատարանից, պարզվեց, որ անմիջապես իմ մուտքը և դատավորի փախուստը դատարանի դահլիճից միաժամանակ տեղի ունեցավ, ես իհարկե ուշացել էի դատական նիստից, համահինգի նիստը հետաձգեց մինչև այսօրվան և այս հետաձգման պայմաններում նույնպես չցանկացավ շարունակել նիստը և ազատ արձակել Ստեփան Սամվելյանին, թեպետ նրան, որ առկա է կառավարության որոշում, համաձայն որի մարդը, ով գտնվում է դիալիզի փուլում, այսինքն տերմինալ փուլ երիկամային անբավարարության, ապա այդ մարդը չի կարող գտնվել կալանքի տակ։ Հիմա այս փաստաթղթերը հասանելի են դատավորին, դատախազին, Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետին, քրեական ծառայության, կատարողական ծառայության պետին, արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, Կարեն Անդրեասյանին, այլ տարբեր անձանց պետական պաշտոնյաներին, բայց այս մարդիկ դիտավորյալ Ստեփան Սամվելյանին չեն ցանկանում ազատ արձակել։ Հիմա ինձ մնում է մենակ հույսս մարդու իրավունքների եվրոպական դատարանը, տեսնենք այնտեղից ինչ պատասխան պետք է ստանանք, այսօր վերջին օրն է դատարանի կողմից տրամադրված ժամկետի։ Այսքանը, այսինքն մենք ակնհայտորեն առնչվում ենք մի դեպքի, որը մեր պատմության մեջ եղել է, հիշում եք հացբերողին, ինչպես էին տանում այստեղ, տանում են այնտեղ, վերջը սպանեցին, հիմա բոլորով լծված սպանում են Ստեփան Սամվելյանին, այսինքն մարդը, որը չպետք է գտնվի կալանքի տակ, ակնհայտորեն ապօրինաբար պահում են դիտավորյալ կալանքի տակ, որպեսզի մարդուն զրկեն կյանքից։ Մենք սրան ենք ականատեսը եղել։ Ես չեմ ուզում անդրադառնալ, որ մեղադրանք գոյություն չունի, որ ամեն ինչ կեղծիքի հիման վրա է, որ սա պատվիրված քրեական գործ է, որ հնարավորություն չկա որևիցե կերպ նման քայլի դիմել Ստեփան Սամվելյանի կողմից, որովհետև մարդը եղել է հիվանդ արդեն իսկ։ Մենք հիմա արձանագրեցինք, որ 4-րդ փուլ երիկամային անբավարարությունը 10 օրերի ընթացքում դարձել է դիալիզի փուլ, տերմինալ փուլ եւ այս փուլի պատասխանատուն մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս բոլոր իշխանավորների, դատավորներից սկսած, դատախազով ավարտված եւ մնացած այլ պաշտոնյաներով, ովքեր պահում են Ստեփան Սամվելյանին կալանքի տակ։ Այսքանը հետագայում եթե նորություն ունենամ, ձեզ նորից կհաղորդեմ։